Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսանք լուսնի միացումների մասին փետրվարի 12-ի համար։ Այդ օրը լուսինը ունի 3 միացում, մեկը շատ լավն է, երկուսը ոչ այդքան։ Լուսնի միացումները տեղի են ունենում առավոտյան, լավը տեղի ունենում ժամը 07:00-ից մինչև 15:00, իսկ երկու արդեն լարված միացումները տեղի են ունենում 19:30-ից սկսվում է մինչև 00:30, այսինքն արդեն 12-ի գիշեր լույս 13, և հաջորդ լարված միացումը սկսվում է 20:30-ից մինչև արդեն բավականին ուշ 01:30, անգամ 02:30, և լավ միացման ժամանակ ընդհանրապես կարող եք յուրաքանչյուր բան անել, ինքը ցերեկն է լինելու լավ միացում, այնպես որ յուրաքանչյուր այն ինչ որ դուք ուզում եք ձեր սրտով անցնում է, կարող եք հանգիստ անել այդ օրը, կարող եք որոշել յուրաքանչյուր հարցեր, այն հարցերը, որոնք որ մնացել էին, այդ հարցերը կարող եք լուծել, անշարժ գույքի, բնակարանի վերանորոգման հետ կապված յուրաքանչյուր հարցերը կարող եք լուծել, աշխատանք կարող եք փնտրել, նոր պարտականություններ կարող եք ստանձնել այդ օրը, գովազդային գործունեության սկզբի համար է շատ լավ, նաև ճիշտ է լուսինը նվազում է, ընդհանրապես նմանատիպ երևի թե ավելի լավ է խավարումից հետո սկսեք, եթե նմանելի շատ լավ միացում կունենա, ապա սկսեք, նաև եթե մարզվում եք, մրցումներ ունեք, հիմա օլիմպիական խաղերն են, որը շատ հետաքրքիր է, ես շատ եմ սիրում, նայում եմ, նման մրցումների հետ կապված, ապա ևս կկարողանաք շատ լավ մասնակցություն ունենաք, եթե այդ ժամերին է տեղի ունենում այդ մրցույթը, մարդիկ ավելի լավ տրամադրություն կունենան, ուրախ տրամադրություն, ոգևորված կլինեն, աճում է աշխատունակությունը, լավատեսությունը, ինքնավստահությունը, մարդիկ դառնում են ավելի բարյացակամ, արագ են արձագանքում ձեզ, ինչ որ խնդրեք, բոլոր հարցերը կլուծեք խաղաղ ճանապարհով, տան հետ կապված նույնպես, ընտանիքի անդամների հետ կապված նույնպես, բայց արդեն օրվա ավարտին, օրվա վերջ սկսվում է լարված միացումը, որը այստեղ խորհուրդ չի տրվում սկսել նոր բիզնես, կնքել ֆինանսական գործարքներ, գնել կամ վաճառել անշարժ գույք, կապվել կամ այցելել պետական հիմնարկություններ, կազմակերպել ընտանեկան տոնակատարություններ, հենց երեկոյան ժամերին էլ 2 լարված միացում ունենք, մի ճանապարհորդեք, մի գնացեք հատկապես երեկոյան ճանապարհորդության, նաև առողջության հետ կապված ինչ որ անեք, այդքան էլ ինքը չի ազդի ձեզ վրա, յուրաքանչյուր դեղ, յուրաքանչյուր ինչ որ արարողություն, հնարավոր է վատ մտքեր ունենաք, մռայլ մտքեր, վատ տրամադրություն, ընկճված լինեք, առողջությունը պետք է անպայման հետևել այդ օրը, ամեն մի անիմաստ բանից կարող եք նյարդայնանալ, բայց սա լարվածությունը Սատուրնի հետ է և պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր բացասական բան այնտեղ դժգոհություն աշխատանքի վայրից և այլն, 2 օր հետո նա տեղափոխվում է արդեն խոյ նշան և կարող է ձեզ զրկել այդ աշխատանքից, դրա համար մի դժգոհեք, այդ օրը ուղղակի կենտրոնացեք, կատարեք ձեր պարտականությունները այնպես ինչպես որ դուք կատարում եք, և այնպիսի մի տպավորություն կլինի, որ ռոբոտի նման անում եք ձեր պարտականությունը, ինչ որ պետք է անեք, նաև լարված միացումները երկուսն են կարելի ասել նույն նշանակություն ունեն, մյուսը կարող եք ուղղակի երեկոյան ավելի վարձագույն ակնոցներով լինել, որովհետև Նեպտունի հետ է միանում, հատկապես նոր ծանոթությունների հետ զգույշ եղեք երեկոյան ժամերին, այսպես անմիջապես մի վստահեք և իրանց հետ դուրս եկեք, գնացեք ինչ որ մի տեղ, պետք է ուշադիր լինեք աղիքային հիվանդություններին, վարակիչ հիվանդություններին, թունավորմանը, ստամոքսի հետ կապված խնդիրներին, մարդիկ ավելի զգայուն կլինեն և դեղորայքը ընդունելուց կարող է նաև ռեակցիա տա, հատկապես գիշերը, փորձեք, եթե հնարավոր է, ոչ բնական միջոցներով, քան ոչ դեղորայք, ընդունեք, որովհետև կարող է երեկոյան ավելի ձեզ վատ զգաք այդ դեղից, ովքեր որ ինչ որ քիմիական նյութերով են աշխատում, հեղուկներ և այլն, փորձեք քիչ օգտագործել դա, հատկապես երեկոյան ժամ է, կարող է փորձեք լոգարանը և այլն այդ քիմիական այդ նյութերով և ձեզ համար արդեն
Կարող եք թունավորվել, կարող եք նաև վնասել ձեզ, ուրիշ ժամանակ չվնասեք, բայց հենց այդ օրը կարող եք վնասել ձեզ։ Մի գնացեք բժշկական զննումների, որովհետև կարող են սխալ ասել, շատ փաստաթղթերի հետ կապված սխալ լինի, արդյունքները շփոթվեն, ուրիշ արդյունքներ տան ձեզ, դրա համար փորձեք չգնալ ոչ մի այդպես բժշկական կենտրոն, ոչ մի անալիզ մի հանձնեք այդ օրը։ Երեկոյան եւս կարող է ախորժակը նվազել, չցանկանաք ուտել, սնունդը դանդաղ կմարսվի, հեղուկը կմնա հյուսվածքներում, համար կամ կարող է նվազել կամ լիովին կարող է անցնել։ Հատկապես երեկոյան ժամը չեք ցանկանա ուտել։ Եթե մարդիկ կան, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ եւ հատկապես դա վերաբերվում է կմախքին, մեջքին, ապա պետք է ուղղակի ուշադիր լինենք, որովհետեւ հնարավոր է ավելի սրվեն եւ ոնց որ կրակոցային ցավեր լինեն, այդպես կարող է լինել։ Եվ տաք հագնվեք, որովհետեւ հնարավոր է նաեւ մրսածություն, ավելի շատ լինի այդ կարող է շատ արագ մրսել եւ հիվանդանալ։ Լուսինը գտնվում է աջեղջյուր նշանում, եւ քանի որ լուսինը գտնվում է նաեւ 25-րդ, 25-րդ լուսնային օրն է, ժամը կարող եք նայել լուսնային օրացույցի մեջ, այդ օրը կարող եք ազատվել ծխելուց, եթե ուզում եք ազատվել վատ սովորություններից, ձկնորսության համար է շատ լավ, շնչառական վարժությունների, մեջքի մերսման համար, ողնաշարի կարգավորման համար, թերապևտիկ ծոմապահության համար, իհարկե եթե ստամոքսի հետ կապված խնդիրներ կան եւս, կամ եթե չի թույլատրվում ձեզ, ապա պետք չի, որովհետև կարող են ցավեր առաջանալ ստամոքսում։ Եթե սոված եք մնում եւ այդ սովածությունից ունենում եք գլխացավեր եւ ստամոքսի ցավեր, ապա պետք չի ծոմապահություն անել։ Գերեք այն ինչ որ ուզում եք այդ օրը։ Կարող եք ուտել նաև կանաչեղեն եւ ուշադիր եղեք ուղղակի վնասվածքների հետ կապված կոտրված ընկնելը բավականին շատ հավանական է, մրսածություն եւ վարակիչ հիվանդություններ նաև կարող եք ուղղակի ընկնել կամ երեկոյան ժամը ասեցի լարված միացում ունի, մարդիկ վարդագույն ակնոցներով կլինեն, չեն հասկանում հետ են օրինակ ժամադրվում, հետ են հարաբերություններ ունենում, հետո կարող են վարակվել ոչ թե հիվանդությամբ։ Եվ ուզում եմ զգուշացում անել անպայման։ Ովքեր ունեն տանը շատ խիստ հիվանդ մարդիկ, ապա եթե տվյալ անձնավորությունը զգում եք, որ վատ է, անմիջապես շտապօգնություն եք կանչում։ Եթե շտապօգնություն չկանչեք, ապա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ։ Հետևեք ժամին 25-րդ լուսնային օրը, տեսեք երբ է սկսվում, երբ է ավարտվում։ Եվ եթե այդ ընթացքում ինչ որ մեկն է վատանում կամ թեկուզ եթե ուղղակի մտածեք դե լավ վատ է կանցնի, ապա սա այդ դեպքը չէ, որ վատ է կանցնի։ Անպայման պետք է օգնության դիմել։ Եվ քանի որ լուսինը գտնվում է աջեղջյուր նշանում, ապա իր ամենալավ գույնը դա կապույտն է, կերեք կապույտ մաշկի խնամքի համար։ Մաշկը իդեալական կլինի նաև վիտամին E-ն այսօր շատ կօգնի մաշկի համար, դա կա խմորիչների մեջ, բանանի, կարտոֆիլի եւ մսերի մեջ, որոնք որ լյարդի միս, երիկամներ եւ ուղեղ, դրանց մեջ եւս կան վիտամին E, կարող եք ուտել, որպեսզի մաշկը լավանա, թարմանա, առողջ մաշկ ունենաք։ Իսկ ովքեր ունեն մաշկի հետ կապված խնդիրներ, ապա պետք է չօգտագործեք կապույտ, Այսինքն եթե ունեք մաշկի հետ կապված խնդիրներ, պետք է օգտագործեք։ Եթե մաշկի հետ կապված խնդիրներ չունեք, ապա մի կերեք դեղին կամ կարմիր։ Դա կարող է վատթարացնել ձեր մաշկը այսօր։ Այսքանը սիրելիներս եւ նաեւ մեկ այլ բան էլ կասեմ, եթե շարունակական լինի այս տեսանյութը, ապա այդ տեսանյութի մեջ կասեմ, եթե ոչ, ապա այդ լուսնի խավարման ժամանակ կասեմ, թե ընդհանրապես այդ կույսի այդ աստիճանում ընդհանրապես ինչեր է կատարվում եւ ինչ է հավանական, ընդամենը 1-2 նախադասությունով հիմա որ ասեմ եւ նույնն է չեք հիշի, բայց ամենայն դեպս ինքը ազդում է մեզ վրա 1 ամիս առաջ, 1 ամիս հետ եւ կարող է նաեւ մենք հիմա զգանք։ Եվ քանի որ կույսում է լինելու հենց լուսնի խավարումը, ապա կարող է նաեւ լինել հայտնի մշակութային գործչի կորուստ։
Եվ մենք պետք է անպայման պահպանենք մեր շատ կարևոր նկարները եկեղեցիներում, մեկ այլ տեղերում, որտեղ որ պահվում են հնաոճ իրեր, ապա այնտեղից կարող լինել նաև գողություններ։ Դրա համար ես այդ մասին եւս էլի հետո կասեմ, եւս 2 բառ էլ կավելացնեմ, հիմիկվա ինձ պետք չի որ վախենաք, բայց հետո կասեմ դրա մասին արդեն լուսնի խավարման ժամանակ, իսկ հիմա այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։